Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում տեղի ունեցած արյունալի միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Հետքպարբերականի տեղեկություններով դեպքից շուրջ 1 ամիս առաջ քրեական ոստիկանության աշխատակիցները ուզարկություններ են իրականացրել եւ ոստիկանական բաժիններ տարել ավելի քան 30 անձի, որոնց թվում է եղել նաեւ օրեր առաջ կրակոցներ արձակած անձը, սակայն այդ ժամանակ իրականացված գործողությունների արդյունքում արգելված իրեր կամ զենք զինամթերք չի հայտնաբերվել։ Առավոտ ԵՄ տեղեկություններով 3 կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել։ Կանգնել է մի մեքենա, որից 4-ից 5 հոգի դանակներով զինված իջնելով հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա, նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը առավոտ ԵՄ-ին հայտնել է, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված ՀՄ-ն մարմնի տարբեր գլխի դաստակի սրունքի հատվածներում կտրող ծակող վերքերով ու քերծվածքներով։ Երիտասարդին վիրահատել են, առողջական վիճակը կայուն է։ Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանը, որը մոտ 2.5 տարի է, ինչ գտնվում է ադրբեջանական բանտում, հերթական հեռախոսազրույցն է ունեցել ընտանիքի հետ։ Դատավճիռից հետո կայացած այս զրույցի ընթացքում Վարդանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում են իրեն եւ իր հարազատներին։ Նա նշել է, որ ստանում է բազմաթիվ նամակներ, անգամ անծանոթ մարդկանցից, ինչն իրեն մեծ էներգիա է փոխանցում։ Բանտարկության մեջ գտնվող մեր հայրենակիցը կիսվել է նաեւ իր ներքին ազատությունը պահպանելու բանաձևով, ընթերցելով 14-րդ դարի հայտնի փիլիսոփա բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի տողերը, որոնցում կատարել է սեփական փոփոխությունը։ Վարդանյանը շեշտել է, որ չնայած ֆիզիկական սահմանափակումներին, մարդու ոգին եւ միտքը կարող են տիեզերական մասշտաբներ ընդգրկել։ Դիմելով հայրենակիցներին նա հորդորել է ապրել պարզ, սիրել շռայլորեն եւ անվախ քայլել սեփական ճանապարհով, մնացած ամեն ինչ թողնելով Աստծուն։ Ապրեք պարզ, սիրեք շռայլ, հոգ տարեք ի սրտե, խոսեք սրտանց, անընդհատ սովորեք, ճանաչեք ինքներդ ձեզ, հավատացեք առանց կասկածի, մի վախեցեք մահից, ներեք ու մի դատեք, ու անվախ քայլեք ձեր ճանապարհով։ Սա կարճ տարբերակն է։ Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի։ Այստեղ եմ արդեն 21000 ժամ եւ հետաքրքիր զգացողություն է 75 միլիոն ակնթարթ։ Երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը, ամեն պահը։ Բոլորից սիրում եմ, երախտապարտ եմ եւ ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով։ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխումն ավելի էժան է դարձել, հայտնել է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը, հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը։ Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին, սակագները քննարկման հիմնական թեմա են եղել էկոնոմիկայի նախարար Մայրամ Կվիրիշվիլիի եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև Երևանում կայացած հանդիպման ընթացքում։ Պատկերացրեք 2018 թվական հունիսի 7։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը խոսել է սահմանադրության որոշ կետերի փոփոխության մասին։ Ըստ Վարդևանյանի, այդ փոփոխությունները հնարավորություն կտան Սամվել Կարապետյանին կառավարության ղեկավարի թեկնածու լինել։ Փաստաբանը հիշեցրել է դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրության 148-րդ հոդվածի վերաբերյալ, որտեղ Փաշինյանը հոդվածի կետը համարել էր վնասակար եւ վտանգավոր։ Գոյություն ունի մի տարօրինակ խոչընդոտ, դա սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է, որը կառավարության անդամի համար սահմանում է պատգամավորին ներկայացվող պահանջներ, ինչը նշանակում է, որ նախարար կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ վերջին 4 տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձը։ Սահմանադրական այս դրույթը վնասակար եւ վտանգավոր եմ համարում եւ առաջիկայում պետք է քննարկումներ սկսել Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին։ Պատկերացրեք երկու խնդիր, որ ներկայացվում է, այն է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պահանջները իսկապես մեր հանրային դիսկուրսում քննարկվել են, դրա նույնիսկ սահմանադրական փոփոխության հարցը դրվել է, բայց չի իրականացվել։
ինչ որ իմաստով հերթական խոստումներից մեկն է եղել, որը այդպես էլ չի իրականացվել։ Բայց վստահ եղեք, որ այս անգամ նշված տեխնիկական հոդվածը իր տեխնիկական խոչընդոտներով սահմանադրության մեջ ամրագրված անպայմանորեն փոփոխվելու է։ Եվ մենք ունենալու ենք իրավիճակ, երբ Հայաստանը հասու է լինելու, հասանելի է լինելու բոլոր հայերի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերությունները հասցրել է պատերազմի եզրին։ Այս սրացումը տեղի է ունենում նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ, ինչը լուրջ քաղաքական ռիսկեր է պարունակում, հայտնել է Reuters-ը։ Թրամփի խորհրդականները հորդորել են նրան կենտրոնանալ տնտեսական խնդիրների և թանկացումների վրա, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիներին հենց դա է ամենաշատը հուզում։ Բացի այդ, Թրամփն իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերջ տալ հավերժական պատերազմներին, ուստի նոր հակամարտությունը կարող է հիասթափեցնել նրա ընտրողներին։ Սպիտակ տան ներսում ևս հարձակման հարցում միասնական կարծիք չկա։ Որոշ պաշտոնյաներ զգուշացրել են, որ պատերազմը կարող է շեղել ուշադրությունը ներքին կարևոր հարցերից։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։ Ըստ Axios պարբերականի, ԱՄՆ-ն նույնիսկ դիտարկում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նրա որդուն ֆիզիկապես ոչնչացնելու հնարավորությունը։ In Iran or people here? People in Iran. Թրամփը պահանջում է, որ Իրանը դադարեցնի իր միջուկային ծրագիրը և կնքի նոր, ավելի այսպես կոչված արդար գործարք։ Նա նշել է, որ թեև նախընտրում է դիվանագիտական լուծումը, սակայն Իրանը պետք է շուտապույտ համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ։ Բուենոս Այրեսի դպրոցներից մեկում ռումբ է պայթել, որը եղել է փակ ծանրոցի մեջ, 4 մարդ է տուժել, 2 սպա մարմնական այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս 2 տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել հենց տեղում։ Ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպից հետո իրավապահները տարհանել են շենքի մի մասը, սակրավորները ստուգել են նաև այնտեղ գտնվող այլ ծանրոցներ, սակայն նոր պայթուցիկներ չեն հայտնաբերվել։ Դեպքի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաները վերածվել են բախումների։ Ընդդիմության առաջնորդ Սալի Բերիշայի գլխավորած ցուցարարները պահանջել են վարչապետ Էդի Ռամայի և փոխվարչապետի հրաժարականը, նրանց մեղադրելով կոռուպցիայի համար։ Իրավիճակը սրվել է, երբ ցուցարարները սկսել են ճայթուկներ նետել կառավարության շենքի ուղղությամբ։ Ի պատասխան ոստիկանությունը ջրցան մեքենաներով և ծխարցակող նռնակներով ցրել է մասնակիցներին։ Ըստ պաշտոնական տվյալի, բախումների հետևանքով ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 30 մարդու։ Ալբանիայում քաղաքական լարվածությունը սրվել է դեկտեմբերից, երբ փոխվարչապետ Բալուկուի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրան մեղադրում են պետական խոշոր մրցույթների միջամտելու և որոշ ընկերությունների հովանավորելու համար։ Թեև Բալուկուն հերքել է մեղադրանքները, դատախազությունը դիմել է խորհրդարանին, նրան անձեռնմխելիությունից զրկելու և ձերբակալելու թույլտվություն ստանալու համար։ Դեռևս հայտնի չէ, թե խորհրդարանը երբ որոշում կկայացնի։ Բայկալ լճի մակերեսին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենա։ Մեքենան ջուրն է անցել սառույցի ճեղքման պատճառով։ Վթարի հետևանքով մահացել է 7 մարդ, Չինաստանից ժամանած 6 զբոսաշրջիկ և վարորդը։ Միայն մեկ ուղևորի է հաջողվել ժամանակին դուրս գալ և փրկվել։ Ճապոնիայի Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգին նոր աստղ ունի, Պանչ անունով փոքրիկ մակական։ Նա հայտնի է դարձել իր անբաժան ընկերոջ՝ նարնջագույն փափուկ խաղալիքի շնորհիվ, որի հետ անցկացնում է իր ամբողջ օրը։ Պանչն ընդամենը 7 ամսական է, ծնվելուց անմիջապես հետո մայրը լքել է նրան, ինչը կապիկների մոտ շատ հազվադեպ է պատահում։ Որպեսզի ձագուկը ստրես չապրի և իրեն միայնակ չզգա, կենդանաբանական այգու աշխատակիցները նրան փափուկ օրանգուտան են նվիրել։ Այժմ Պանչը խաղալիքի հետ խաղում է, պաշտպանում այն մյուս կենդանիներից և քնում միայն նրան գրկած։ Մասնագետները նշում են, որ թեև խաղալիքը փոխարինում է մորը, Պանչը դեռ պետք է սովորի շփվել իր տեսակների հետ։ Նա արդեն փորձում է կապ հաստատել մյուս կապիկների հետ, թեև երբեմն նկատողություն է ստանում մեծերից։